Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Շատ մեծ է նրա բանակը, Հովել 2:11։ Խորհիր, ով իմ անձը, այն Տիրոջ կարողության մասին, որ քո փառքն ու պաշտպանն է։ Նա պատերազմի մարդ է, Եհովա է նրա անունը։ Երկնքի բոլոր զորությունները նրա տրամադրության տակ են։ Լեգիոնները պատրաստ սպասում են նրա դռան մոտ, քերովբեներ և սերովբեներ, դիտորդներ և սրբեր, իշխանություններ և զորություններ, բոլորը ենթարկվում են նրա կամքին։ Եթե մեր աչքերը կուրացած չլինեին մարմնավորությամբ և անհավատությամբ, ապա կտեսնեինք Տիրոջ սիրելիին շրջապատված կրակե նժույգներով և կառքերով։ Բնության ուժերը ևս Արարչի բացարձակ վերահսկողության տակ են։ Մրկալից հողն ու փոթորիկը, կայծակն ու անձրևը, ձյունն ու կարկուտը, մեղմ շաղն ու կիզիչ արևը, բոլորն էլ նրա հրամանով են գնում կամ գալիս։ Բազմաստեղի կապերը նա է կապում, և հայկի կապանքները նա է բացում։ Հոբ 38:31։ Ծովն ու ցամաքը, օդն ու ջուրը, ինչպես նաև երկրի ընդերքը զորանոց են զորքերի Տիրոջ հզոր բանակի համար։ Տիեզերքը նրա ճամբարն է, լույսը նրա դրոշը, կրակը նրա սուրը։ Երբ նա դուրս է գալիս պատերազմի, սովնավերում է երկիրը, ժանդախտը հարվածում է ազգերին, հողմը փոթորկում է ծովը, մրրիկը շարժում է սարերը, և երկրաշարժը դողացնում է աշխարհը։ Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, նրանք բոլորը նրա տիրապետությանն են ենթարկվում, և մարգարեին կուլ տված մեծ ձկնից մինչև ամեն տեսակ շնաճանճերը, որ կերան Տայանիսի դաշտերը։ Սաղմոս 78:43-45։ Բոլորն էլ նրա ծառաներն են, թե խառնիճը, թե ջորյակը, թե գրվիճը, Հովել 1:4։ Նրա բանակի ջոկատներն են, քանզի շատ մեծ է նրա բանակը։ Ով իմ անձը, նայիր, որ խաղաղության մեջ լինես այս հզոր թագավորի հետ, ավելին, ջանա զինվորագրվել նրա դրոշի ներքո, որովհետև նրա դեմ պատերազմելը խելագարություն է, սակայն նրան ծառայելը փառք։ Հիսուս Էմմանուելը, որ Աստված է մեզ հետ, պատրաստ է նորակոչիկներ ընդունելու Տիրոջ բանակի համար։ Եթե ես դեռ զինվորագրված չեմ, թող գնամ նրա մոտ նախքան քնելս և աղաչեմ, որ ընդունի ինձ իր արժանիքների հիման վրա։ Իսկ եթե ես արդեն իսկ նրա խաչի զինվորն եմ, ինչպես և հույս ունեմ, թող որ քաջ լինեմ, քանզի թշնամին անզոր է իմ Տիրոջ դեմ, որի բանակը շատ մեծ է։